Սիրելիս, մտա կենդանիների խանութ Բրյուսի համար բաճկոն վերցնելու։ Ուշադիր եղիր ծանրոցիս, այն ամեն րոպե կարող է հասնել, հաջող։ Ողջույն Վինի, ինչ-որ բանի թե անվճար Wi-Fi համար ես եկել։ Անվճար Wi-Fi-ի համար։ Եվ նրա։ Կներես, Սթիվեն։ Ոչինչ, ընկերս։ Օ, մեծ ձգտորսություն է սպասվում։ Հուսամ շատ զուգ կբռնես։ Դե իհարկե, Սթիվո, պարզապես սպասում եմ իմ կարթին։ Խայտ 3000, դրանով ով չի բռնվի։ Ընտիր։ Անշուշտ, հուսամ շուտ կհասնի։ Ինձ անծանոթ հեռախոսահամար է։ Ահա, Վինի Մանկուսոն, մարդ, որը երազում է խաղաղ ձկնորսական հանգստի մասին։ Բայց կարող է մի խորհրդավոր հաղորդագրություն նրա վտանգի ենթարկել։ Վինին շուտով կհասկանա, որ երբեմն մեկ փոքրիկ հպումը կարող է բազմաթիվ խնդիրների հանգեցնել։ Անունս Էվա Էլդորադո է, եւ ես աշխարհի լավագույն կիբեր հետախույզն եմ։ Այսօրվա գործը ներառում է մի քիչ կարթ, մի քիչ թել ու մի քիչ մեծ խաբեություն։ Ես սա անվանում եմ ֆիշինգ ֆիասկոյի գործը։ Ֆիշինգ, խարդախության տեսակ, երբ հեղինակավոր ընկերությունների անունից ուղարկվում են էլեկտրոնային նամակներ կամ այլ հաղորդագրություններ, որպեսզի խաբեն զոհերին, ստիպեն վճարել գումար, տրամադրել գաղտնի տվյալներ կամ ներբեռնել վնասակար ծրագրեր։ Դու փաթեթ ուշացել։ Օ, ոչ, որ այսօր ստանալ պետք է սեղմել այստեղ հենց հիմա։ Լավ։ Կիբեր հանցագործության մութ աշխարհում հուշումներն անվանում ենք դրոշներ։ Եվ միակով տեսավ այս դրոշները Վաքս անունով մի կրյա էր։ Եթե Վինին մի պահ մտածեր, կհասկանար, որ այս հաղորդագրությունը ավելի շատ կարմիր դրոշներ ունի, քան Նեբրասկայի մրցարշավարանը։ Տարօրինակ հեռախոսահամարը, սխալ քերականությունը, հրատապությունը եւ հղումը առանց ուղարկողին նույնականացնելու հստակ նշանների։ Վաքսը կկարողանա Վինիին փրկել, թե Վինին կուլ կտա խայծը։ Եվ կդառնա օրվա որսը։ Ուր էիր դու գնում այդքան արագ։ Օ, ոչ, Վինի։ Ինչ արեցիր։ Ինչ նկատի ունես, ես ոչինչ չեմ արել, պարզապես ստուգում էի կարգավիճակը։ Սեղմեցիր ֆիշինգային հղման վրա։ Ֆիշինգ? Ես իմ ձկնորսական գայքերից ոչ մեկի վրա չեմ սեղմել։ Ոչ, Վինի, այդպիսի ձկնորսություն չէ, առցանց խաբեություն ֆիշինգ։ Երևի ինչ-որ կիբեր հարձակում ես հրահրել։ Ես դա իմացել եմ իմ ցերեկային ծրագրի կիբերանվտանգության դասընթացից։ Ձեր սեմինարը սովորեցրել է հետ մղել կիբերհարձակումը։ Ոչ, բայց ես գիտեմ ում զանգեմ։ Հա, այս խաբեբաները շատ հմուտ են, բայց ոչ ինձ նման։ Այո, Լավ է, որ զանգահարեցիք ինձ տղաներ։ Ձեր համակարգին բոլորովին վնաս չի հասցվել։ Տեղեկացրել եմ ձեր բանկին եւ համապատասխան մարմիններին։ Տեղադրել եմ կիբերանվտանգության համակարգ վնասակար ծրագրերի դեմ։ Վնասակար ծրագիր, ինչ է դա։ Այն, ինչն առաջացրել է այս խառնաշփոթը։ Վնասակար ծրագիրն օգտագործում են կիբերհանցագործները գաղտնի տեղեկություններ գողանալու, գործողությունները խափանելու կամ փրկագին պահանջելու համար։ Երբեք մի սեղմեք անծանոթ հղումները։ Ֆիշինգային խաբեությունները գողանում են գաղտնաբառեր, բանկային տվյալներ, նույնիսկ ձեր ինքնությունը։ Դու ես ինձ սովորեցրել։ Ապրես տղաս։ Հիմա հասկացա։ Կենտրոնացիր, ուշադիր եղիր եւ լավ մտածիր նախքան անծանոթ համարներից հղումներ սեղմելը։ Զգույշ եղեք, որ չզղջաք, ինչպես այս բաճկոնով։ Չէ, Բրյուսի։ Սպասի։ Սպասի։ Ինչ որ մեկը խոսում է շան լեզվով։ Սպասի։ Վինին դաս քաղեց, միշտ մտածեք նախքան սեղմելը։ Երբ անսպասելի հաղորդագրություն եք ստանում, ուշադրություն դարձրեք նշաններին։ Ծանոթ է ուղարկողը, սխալ քերականությամբ չի գրում, հղումը կասկածելի չէ։ Հրատապության զգացում է առաջացնում։ Միշտ կրկնակի ստուգեք հաղորդագրությունը մուտք գործելով պաշտոնական կայք։ Եվ եթե սխալվում եք, արագ արձագանքեք, փոխեք գաղտնաբառը, կապվեք բանկի հետ եւ խարդախության մասին հաղորդում ներկայացրեք։ Եթե կարծում եք, որ ձեզ խաբել են կամ վստահ չեք, որ ինչ-որ բան իրական է, դիմեք ձեր վստահելի անձին, ձեր ծառայությունների համակարգողին կամ խնամակալին։ Ինչքան շատ աչք, այնքան լավ։
Հիշեք, որ կիբերհանցագործության աշխարհում տարածաշրջանային կենտրոնը ձեր կողքին է։ Եղեք խելացի եւ զգույշ, եւ եթե ինչ-որ բան այն չէ, մի լռեք։